Արևի խավարում շրջան, որը ասոցացվում է հենց խավար ուժերի հետ, բարդությունների, ճգնաժամերի, տագնապների, էմոցիոնալ բռնկումների շրջան, որը միշտ մարդկանց մոտ ասոցացվում է հենց բարդությունների հետ, չստացված գործերի, անհաջողությունների, տխրության։ Յուրաքանչյուր տարի արևի խավարումից առաջ Instagram-ն ու TikTok-ը, ինչպես նաև այլ սոցիալական հարթակները հեղեղվում են տարատեսակ դժգույն, դժբախտ, վատ նորություններով, կանխատեսումներով, հրապարակումներով, որոնք մարդկանց պարզապես պահում են սարսափի մթնոլորտում, պահում են տագնապի մեջ եւ օգնում են այդ հրապարակումները անող մարդկանց իրենց ծառայությունները վաճառել վախի մեջ գտնվող մարդկանց։ Ես միշտ ասում եմ, պահել մարդուն վախի մեջ, դա նշանակում է կարողանալ կառավարել այդ մարդուն։ Ու հենց դա է պատճառը, որ շատ էզոտերիկ մասնագետներ օգտագործում են այդ վախի հնարքը մարդկանց վրա իրենց ծառայությունները վաճառելու եւ փող աշխատելու համար։ Իհարկե, սուտ կլինի ասել, որ արևի խավարումը եւ առհասարակ ցանկացած խավարումը իր մեջ լուսավոր էներգիաներ է ունենում, որովհետև հենց խավարում բառը ինքը մեզ հուշում է, որ խոսքը խավար էներգիաների մասին է, մութ էտապի մասին է, մութ շրջանի մասին է, սակայն այդ խավարումները մեզ օգնում են նաև ուշադրությունը կենտրոնացնել մեր կյանքի հենց մութ ասպեկտների վրա, որովհետև բոլորս էլ ունենք մեր կյանքում որոշակի պահեր, որոշակի հարցեր, որոնք չենք նկատում կամ պարզապես չենք ցանկանում նկատել։ Իսկ խավարումների շրջանը մեզ ստիպում է ուղղակիորեն զբաղվել հենց այդ մութ հատվածներով, ուշադրությունը սևեռել կյանքի մութ կողմի վրա, որովհետև այդ խնդիրները իրենց հերթին նույնպես էներգիա են, նույնպես բեռ են, որը եթե մենք չկարողանանք կարգավորել, մենք ստիպված ենք լինելու դրանք տանել մեր ողջ կյանքի ընթացքում եւ դրանք էլ իրենց հերթին արդեն կխանգարեն մեզ լինել երջանիկ, ամբողջությամբ վայելել մեր կյանքը։ Այս անգամ արևի խավարումը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին, ինչը սկիզբ է դնելու խավարումների միջանցքին, ինչն էլ կավարտվի օգոստոսի 28-ին լուսնի խավարմամբ։ Խավարումների միջանցքը իհարկե բարդ շրջան է բոլորի համար, հատկապես էմոցիոնալ առումում, որոշումներ կայացնելու հետ կապված հարցերում, սակայն երբ որ մարդը զբաղվում է ինքն իրենով, ապրում է գիտակցված կյանքով, գնում է ինքնազարգացման, ինքնաբացահայտման լուսավոր ճանապարհով, ոչ մի տեսակ խավարում չի կարող այդ մարդու կյանք բերել շատ մեծ փորձություններ ու շատ մեծ խնդիրներ։ Սակայն խավարումները նույնպես բոլորիս, հատկապես այն մարդկանց, ովքեր հասկանում են ինչ են էներգիաները, հասկանում են իրենք ինչի համար են եկել այստեղ, տալիս է հնարավորություն ուշադրությունը կենտրոնացնել հենց այն մութ հատվածների վրա, որոնք մենք ուղղակի բարձիթող վիճակում ենք թողել։ Իհարկե, խավարումների միջանցքը ամենալարված էներգետիկ փուլն է լինելու այս շրջանում, սակայն խոսքը այս կանխատեսման կամ առհասարակ արևի այս խավարման ընդամենը 2 շաբաթվա մասին չի, այս էներգիան կարող է ձգվել մինչև 6 ամիս եւ այն ամենը, ինչ որ մենք այս շրջանում կանենք կամ չենք անի, հիմքը կդնի մեր հաջորդող 6 ամիսների համար մինչև հաջորդ խավարում, որը տեղի է ունենալու փետրվար ամսին։ Յուրաքանչյուր անգամ խավարումների շրջանում նույն գաղափարներն են, շատերի մոտ վեր բարձրանում, խոսում են միշտ ինչ-որ մութ պատմությունների, դրամաշորթությունների մասին, չստացված պայմանագրերի մասին, չստացված սիրային հարաբերությունների, առողջական խնդիրների մասին, սակայն յուրաքանչյուր խավարում յուրովի է իրենով, ինչ-որ յուրահատուկ ձևով է ազդում մեր կյանքի վրա եւ բնականաբար տարվա մեջ 3-4 անգամ տեղի ունեցող խավարումները չեն կարող նույն իմաստը կրել, որովհետև յուրաքանչյուր խավարման ժամանակ երկինքը այլ է լինում, մոլորակները այլ դիրքերում են լինում եւ բնականաբար այդ խավարումը մեր վրա ունենում է այլ տեսակի ազդեցություն։ Իհարկե այս խավարումների շրջանում մինչև խավարումը 5 օրվա ընթացքում եւ լուսնի խավարումից հետո նույնպես հաջորդող 5 օրերի ընթացքում խորհուրդ չի տրվում կնքել շատ լուրջ պայմանագրեր, շատ լուրջ որոշումներ կայացնել, ամուսնանալ կամ երեխայի հղիություն պլանավորել այս շրջանում։ Այս շրջանում նաեւ խորհուրդ չի տրվում վերցնել պարտքով գումար, մտնել ինչ-որ ֆինանսական լուրջ գործարքների մեջ, վարկավորման մեջ, նաեւ պարտքով փող նույնպես տալ խորհուրդ չի տրվում, որովհետեւ ամենայն հավանականությամբ ձեր տված գումարը կամ ձեզ չի վերադառնա կամ էլ կվերադառնա այնքան ուշ ու այնքան մասմաս, որ դուք ուղղակի չեք էլ հասկանա, թե ինչ տեղի ունեցավ ձեր փողի հետ։ Հասկանալու համար, թե ինչպես է անդրադառնալու արևի այս խավարումը մեր բոլորի վրա, պետք է ուսումնասիրենք այդ օրվա աստրոլոգիական պատկերը, երկնքի պատկերը եւ ամենաառաջին ու կարեւորագույն բանը, որ ուշադրություն է գրավում, դա այն է, որ արևի խավարումը տեղի է ունենալու Խեցգետնի համաստեղության վերջին նշաններում Աշլեշա Նաքշատրայում։ Պետք է մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ ես զբաղվում եմ վեդայական աստղաբանությամբ, իսկ վեդայական աստղաբանության սիդերիալ հաշվարկը տարբերվում է բոլորիս հայտնի դասական արևմտյան
արևմտյան աստղաբանության հաշվարկից, աստրոնոմիական տեսանկյունից վեդայական աստղաբանության հաշվարկը ճշգրիտ է, այստեղ հաշվի է առնվում մոլորակների ճշգրիտ դիրքը երկնակամարում, ու եթե վերցնենք վեդայական ատալ քարտեզը եւ դուրս գանք ուղղակի դուրս, հենց քարտեզի շնորհիվ կկարողանանք անզեն աչքերով տեսնել երկնքում մոլորակները հենց այնտեղ, որտեղ որ գտնվում են, ի տարբերություն արևմտյան աստրոլոգիական հաշվարկի, որը 23 աստիճանով արդեն շեղվել է մոլորակների իրական դիրքերից։ Ուստի եթե դուք լսել եք, որ այս տարի արևի խավարումը տեղի ունենալու առյուծի համաստեղությունում, ուրեմն ամենայն հավանականությամբ դուք հենց լսել եք արևմտյան աստղաբանի հաշվարկ, իսկ ըստ վեդայական աստղաբանության արևի խավարումը տեղի է ունենալու Խեզգետնի համաստեղության վերջին նշաններում։ Խեզգետնի համաստեղության վերջին նշանները հենց Աշլեշա նաքշատրան է իրենից ներկայացնում, իսկ հասկանալու համար, թե այս խավարումը ինչ է բերելու մեր կյանք, եկեք ուսումնասիրենք առաջին հերթին, թե ինչ է Աշլեշան։ Աշլեշա նաքշատրայի սիմվոլը օձերն են, ու համաձայն վեդայական միֆոլոգիայի, երբ որ աստվածներն ու դևերը պայքարում էին իրար հետ, կռվում էին իրար դեմ, նրանք իմանում են, որ գոյություն ունի անմահության նեկտար ամրիտան, որը պահված էր օվկիանոսի ներքևում, օվկիանոսի հատակին, ու այդ ամրիտան, այդ անմահության նեկտարը հանելու համար նրանց պետք էր օվկիանոսի ջրերը այնքան պտտացնել, այնքան ճեղքել, որ հատակից այդ անմահության նեկտարը, այդ հեղուկը դուրս գար եւ նրանք խմեին։ Բնականաբար ամեն մեկը ցանկանում էր, որ ինքը պետք է խմի, աստվածները չէին ցանկանում, որ դևերը խմեն, որտեղ եթե դևերը խմեին այդ անմահության նեկտարը, հետեւաբար պատերազմում հնարավոր չէր լինի հաղթել դևերին։ Այստեղ արդեն շատ չխորանամ տարբեր մանրամասների մեջ, այդ ծովը ալեկոծելու համար նրանց պետք էր օձ, իսկ օձը նրանք վերցրեցին Շիվա աստծո ուսերից, եթե ծանոթ եք վեդայական միֆոլոգիային, ապա գիտեք, որ Շիվա աստծո ուսին կա օձ փաթաթված, հենց այդ օձը անվանվում է Վասուկի, եւ վերցնելով այդ Վասուկի օձին սկսում են պտտացնել այնքան ծովի ալիքները, որ օվկիանոսի ներսում ներքևում ինչ կար դուրս էր գալիս ափ։ Այնտեղ շատ բաներ են գտնում իրականում, տարբեր ոսկիներ, տարբեր արարածներ, եւ ամենավերջում նոր պետք է գտնեին ամրիտան, սակայն մինչեւ այդ անմահության հեղուկը, այդ հաջողություն, երկարակեցություն, անմահություն պարգևող նեկտարը գտնելը առաջին բանը, որ ընդամենը մեկ քայլ էր մնացել հասնել այդ հեղուկին, դուրս է գալիս խալախալը, իսկ խալախալը դա աշխարհի ամենահզոր թույնն է համարվում, ամենադառը թույնն է համարվում, որի մեկ կաթիլը ըստ միֆոլոգիայի բավարար էր 1000 մարդ սպանելու համար։ Եվ պայմանը այնպիսին է լինում, որ պետք է մեկը խմեր այդ թույնը, որպեսզի նրանք կարողանային հասնեին արդեն անմահության հեղուկին։ Բնականաբար ոչ իրենց կիսաստվածները, ոչ էլ դևերը չեն ցանկանում խմել, որովհետև ոչ մեկ չէր ցանկանում մահանալ, եւ այդ թույնի ազդեցությունը իր վրա է վերցնում վեդյան ուսմունքներում գլխավոր աստվածություն Շիվան, նա է համաձայնվում խմի այդ թույնը, եւ երբ որ նա արդեն գրեթե մահանում էր, նրա կինը մահակալի ֆորմայում Դուրգա աստվածուհին գալիս է եւ բժշկում է իր ամուսնուն Շիվային։ Այստեղ միֆոլոգիայից մի հատ հատված, եւ այդ թույնից հետո նոր արդեն ամրիտան այդ անմահության հեղուկը հասնում է ու այնտեղ լրիվ այլ սերիալ է սկսում, հիմա դրա մեջ չխորանանք։ Իրականում այս պատմությունը շատ հետաքրքիր էր, ու այստեղ շատ հզոր մետաֆորա կա, որ եթե մենք ցանկանում ենք վայելել այդ անմահության բերկրանքը, ցանկանում ենք իմանալ ինչ բան է հաջողությունը, սկզբից մենք պետք է իմանանք, թե ինչ է թույնի դառնությունը, ու այդ դառնության միջոցով է հնարավոր հասնել միայն հաջողության ու անմահության։ Մենք ապրում ենք շատ դուալիստական աշխարհում, որտեղ կա լավ ու վատ, որտեղ կա տաք ու ցուրտ, ու եթե մենք չիմանանք, թե ինչ է ցուրտը, մենք չենք կարողանա գնահատել ջերմությունը, եթե չիմանանք ինչ է սովը, չենք կարողանա գնահատել կուշտ լինելու բերկրանքը։ Եվ այդ խալախալի պատմությունը մեզ այս խավարման շրջանում բոլորիս կյանքում պարզ երևալու է, որովհետև հենց դուրս են գալու մեր մեջ կուտակված թույնը, մեր մեջ կուտակված բացասականը, շատ բաներ են բացահայտվելու, մեզ առհասարակ միշտ սովորեցրել են, որ մենք պետք է ամեն ինչ կուտակենք մեր ներսում, չպետք է ցույց տանք մեր էմոցիաները, հատկապես տղամարդկանց միշտ ասում են, որ լացել չի կարելի, դրա համար շատ տղամարդիկ կուտակում են իրենց ներսում, այս խավարման ընթացքում շատ տղամարդկանց մոտ հենց նյարդային պորտկումներ կլինեն, որովհետև իրենց մեջ կուտակված ողջ բացասական էմոցիաները, հույզերը դուրս կգան, ու շատ լավ կլինի, որ իրանք թույլ տան այդ էմոցիաներին դուրս գան, այլապես այդ էմոցիաները իրենց առողջության վրա կազդեն, ու Հայաստանում այդ պատճառով գուցե դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում տղամարդիկ երիտասարդ 30-ից 40 տարեկան հատվածում արդեն հակված են սրտի կաթվածից մահանալուն, ու այդ մահացության ցուցանիշը բավականին բարձր է։
Ինչպես նաև օձի մետաֆորան, երբ որ օձը արդեն ապրում է երկար ժամանակ, օձի տրանսֆորմացիան ինչպիսին է լինում, հա, օձի փոփոխությունը մենք բոլորս միշտ օձասերով նկատի ունենք կաշին փոխելը, ու այդ կաշին փոխելու process-ը շատ ուժեղ ցույց է տալիս մարդու տրանսֆորմացիան։ Երբ որ մարդու մեջ ձևավորվում է մի նոր ես, մի նոր համակարգ, մի նոր տեսակ, մարդ պետք է արդեն ազատվի այն իր դիմակից, այն իր պատկերից, որը նա ձևավորել է ողջ կյանքի ընթացքում, ու նույնն էլ օձի բaragայում, հա, օձը չի ազատվում իր հին կաշվից, մնում առանց կաշի ու նոր կաշի ձևավորում։ Նոր կաշին ձևավորվում է հին կաշվի տակ, ու ժամանակի ընթացքում, երբ որ արդեն այդ նոր կաշին ձևավորված է լինում, երբ որ օձը հասկանում է, որ էտապն է եկել փոխվելու, գնում ու սկսում է քսվել տարբեր քարերի, տարբեր ցավոտ ձևով, այնքան է քսմսվում, սենց ասած, այդ քարերին, կոշտ մակերևույթներին, որ իր հին կաշին սկսվում է արդեն բլոկվել, ու օձի մոտ սկսվում է այդ տրանսֆորմացիայի շրջանը, որ իր հին կերպարը, իր հին եսը ամբողջությամբ մաքրվում է, ու նոր դուրս է գալիս իր նոր կերպարը։ Նույնն էլ մարդկանց դեպքում, հա, եթե դուք զգում եք, որ հասել եք մի էտապի, որ դուք ցանկանում եք մի նոր բան անեք, դուք հասել եք մի հատ նոր մակարդակի, ու ժամանակն այդ փոփոխությունները անել, մի վախեցեք այդ փոփոխությունները աստիճանաբար ձեր կյանքում բերել։ Ու այս խավարումը հենց առաջին հերթին այդ փոփոխությունների շրջանի մասին է, որ եթե դուք զգում եք, որ դուք ներքուստ աճել եք, հա, աճել եք այն շրջապատը, որում որ գտնվում եք, աճել եք այն աշխատանքը, որը անում եք, ուրեմն էտապն է, որ դուք էլ կարողանաք ձեր այն ստեղծված եսը աստիճանաբար, ոչ թե մեկ օրում, այլ աստիճանաբար արդեն փոխարինեք եւ թույլ տաք, որ ձեր նոր ձևավորված կերպարը, ձեր նոր մակարդակի կերպարը դուրս գա, որպեսզի դուք կարողանաք վայելել կյանքը այնպիսին, ինչպիսին որ կա։ Եվ արևի խավարումը հենց Աշլեշային ակշատրայում խոսում է տրանսֆորմացիայի մասին, որ մենք բոլորս պետք է ինչ-որ չափով տրանսֆորմացվենք, բաց թողենք հինը, բաց թողենք անցյալը, ազատվենք մեր ներսի խավարից, բացասականից, որպեսզի կարողանանք տեղ ազատել դրականի ու լուսավորի համար։ Այս շրջանում շատ կարևոր է, հա, ազատվել հին իրերից, հատկապես խավարումից առաջ տանը մաքրել, ինչ-որ գեներալնի ուբոր կա անել, վերանորոգել հին իրերը, որ էլ չեք օգտագործում, բայց տանը որպես աղբ դրված է, որովհետև մեր ավագ սերունդի ներկայացուցիչները, հատկապես ովքեր ապրել են սովետի ժամանակ, իրանք սիրում են հին իրերը հավաքել, կուտակել տունը, բայց դա շատ ծանր էներգիա է, այն տունը, որտեղ թափթփված է, այն տունը, որտեղ մաքրություն չկա, հավատացեք, այդ տունը չի կարող լինի երջանիկ, այդ տանը ֆինանսը չի կարող լինել բավարար։ Ուստի ազատվեք այդ ավելորդ իրերից, այդ աղբից, ու դուրս հանեք դրանք ձեր տանից, որպեսզի կարողանաք տեղ բացել նոր էներգիաների համար ու նոր մաքրության համար։ Բացի այդ, այս անգամ խավարման ժամանակ ունենք գեղեցիկ ստելիում մոլորակների խեցգետնի համաստեղությունում, ու բոլորը հենց բարեհաջող մոլորակներն են հավաքված, բնականաբար լուսինը պետք է լինի նույն նշանում, որովհետև խավարումը տեղի է ունենում հենց լուսնի ու արևի նույն կետում հայտնվելու ժամանակ, նրանց հետ մեկտեղ նաև կա Մերկուրի եւ Յուպիտեր մոլորակը, Յուպիտերը շատ մոտիկ է գտնվում արևի համաստեղությանը, արևին է ընթացքում, Յուպիտերը գիտենք, որ ունի ունակություն ամեն ինչ ուռճացնելու, ամեն ինչ մեծացնելու, Յուպիտերին մենք նայում ենք միայն որպես բարեհաջող մոլորակ, որը տալիս է օրհնությունը, տալիս է հզոր էներգիա հաջողության հասնելու, բայց Յուպիտերը իր հերթին նաև ուռճացնում է այն ամենը, ինչ որ կա։ Եթե մարդու կյանքում կա բացասական, մարդու հոգում կա բացասական, Յուպիտերը այդ բացասականն է ուռճացնելու։ Ու այդ ուռճացման շնորհիվ, այդ մեծացման շնորհիվ մեզ ցույց է տալու, որ ժամանակն է ներսը լցնել դրականով։ Այլապես այդ բացասականը կշատանա մեր կյանքում, ու եթե մենք չազատվենք այդ բացասականից, մենք չենք կարողանա ապրել լավ կյանք։ Բացի այդ, խեցգետնի դիմացի համաստեղությունում, այծեղ ջուրի համաստեղությունում Պլուտոն մոլորակն է, որը իր ասպեկտն է գցում արևի վրա, ասպեկտն է գցում ուղիղ Մերկուրիի վրա, ու այս խավարումը հենց տեղի է ունենալու Պլուտոն մոլորակի ավերիչ ասպեկտի ազդեցության տակ։ Պլուտոնը դա ավերումն է, դա տրանսֆորմացիան է, դա մահվան էներգիան է, մահը ոչ ուղիղ իմաստով, չնայած խավարման միջանցքում հնարավոր է նաև հենց ֆիզիկական մահացությունների բարձր ցուցանիշ, բայց Պլուտոնը հիմնականում մեզ դրդում է նրան, որ հենց այդ հնից ազատվենք, այլապես եթե մենք չենք ազատվում, Պլուտոնը շատ ջախջախիչ ձևով է, հա, այդ տրանսֆորմացիան բերում։ Եթե օրինակ այլ մոլորակների, նույն Սատուրն մոլորակը, որը շատերը ասոցացնում են միայն վատի հետ, Սատուրնի հետ հնարավոր է լինում, այսպես ասած, գոնե պայմանավորվել հոգևոր պրակտիկաներով, ինչ որ կարմայի կանոններին ընդառաջ գնալով,
Իսկ այ Պլուտոն մոլորակի հետ այդ պայմանավորվածություն ձեռք բերել, այսպես ասած, անհնարին է, ու եթե Պլուտոնը տեսնում է, որ դուք երկար ժամանակ պետք է անեիք մի բան, որը չեք անում, արդեն բռնի ուժով ձեզ ստիպում է դա անել։ Օրինակ, պատկերացրեք, դուք աշխատում եք ինչ-որ տոքսիկ միջավայրում, ձեր գոլեգաները շատ վատն են, դուք ատում եք աշխատանքը, դուք շատ մեծ տհաճությամբ եք գնում այդ աշխատանքին, ու դուք չեք փոխում ձեր աշխատանքը, որովհետև վախենում եք, ինչ-ինչ վախեր ունեք։ Պլուտոնի ազդեցության տակ հնարավոր են, որ ստեղծվեն խնդիրներ, այսինքն որ ձեզ աշխատանքից հեռացնեն կամ ինչ-որ ուժեղ կոնֆլիկտ լինի, մի խոսքով մի հատ շատ ավելի վատ բան լինի, որը ձեզ կստիպի դուրս գալ այդ աշխատանքից։ Պլուտոնը աշխատում է այդ մեթոդով, ու այդ ազդեցությունը թույլատնելու համար շատ լավ կլինի, որ գիտակցված փափուկ ինքնակամ կերպով դուք ձեր կյանքում բերեք այդ ցանկալի փոփոխությունները, այլապես արդեն ավելի բարդ ձևով կգա։ Հիմա անցնենք արդեն հորոսկոպի նշաններին, տեսնենք թե որ նշանի վրա ինչպես է ազդելու այս խավարումը, ու ինչպես նաև նորից եմ հիշեցնում, որ նշանները համաձայն վեդայական աստղաբանության են, ուստի եթե դեռ չգիտեք ըստ վեդայական աստղաբանության դուք ինչ նշանի ներքո եք ծնվել, կարող եք անցնել վերևի լինքով, տեսնել համապատասխան հաղորդումը եւ ըստ այդ հաղորդման ցուցումների կառուցել ձեր վեդայական քարտեզը։ Կանխատեսումը ավելի լավ հասկանալու համար ցանկալի է լսել գոնե 3 նշանի կանխատեսում, դրանք ձեր ասցենդենտն են, լուսնի եւ արևի դիրքերն են։ Եթե դուք չգիտեք ձեր ծննդյան ժամը, հետեւաբար դուք նաեւ չգիտեք ձեր ասցենդենտը, ապա կարող եք պարզապես նայել թե ձեր ծննդյան օրը արևը եւ լուսինը ինչ նշաններում են գտնվել եւ առաջնայնությունը տալ լուսնին, հետո արևին, լսել ձեր նշանների կանխատեսումները։ Ինչպես նաեւ հիշենք, որ արևի ու լուսնի խավարումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ որ այս մոլորակները ամենամոտիկ կետում են գտնվում Ռահու եւ Կետու դիվային ու կարմիկ հանգույցներին, իսկ արևը մեր գիտակցությունն է, լուսինը մեր ենթագիտակցությունն է, հետեւաբար թե մեր գիտակցությունը, թե ենթագիտակցությունը ամենամոտն է լինելու այս շրջանում այդ դիվային ազդեցություններին, ուստի ցանկացած տեսակի որոշում, ցանկացած տեսակի միտք, հատկապես որոնք կծագեն այս խավարումների միջանցքի ընթացքում պետք է շատ լավ վերլուծել, չանել հապճեպ որոշումներ, չընկնել այդ ազդեցությունների տակ, որովհետև այդ մտքերը կարող են հենց այդ ցածր աշխարհի էներգիաներից գան ու լավ կլինի առհասարակ նոր գաղափարները ուղղակի որպես սևագիր այսպես գրեք թղթի վրա եւ արդեն խավարում է միջանցքից հետո նոր վերլուծել ու հասկանալ դուք ցանկանում եք այդ քայլերը անել, թե ոչ։ Առաջին նշանը խոյերն են, խոյերի համար խավարումը տեղի է ունենալու 4-րդ տան մեջ եւ հենց 4-րդ ու 10-րդ տուն առանցքն է ակտիվանալու։ 4-րդ տունը դա մեր տունն է, հենց այն տունն է, որտեղ որ մենք բնակվում ենք, մեր մայրիկի հետ հարաբերություններն են, հնարավոր է այս շրջանում ջրի երես դուրս գան որոշակի տագնապներ, վախեր, վիրավորանքներ, ինչ-որ ընտանեկան պատմություններ, ընտանեկան դրամաներ տեղի ունենան։ Շատ լավ կլինի, որ այս շրջանում կարողանաք հնարավորինս կարգավորել ձեր հարաբերությունները ձեր ընտանիքի անդամների հետ, մասնավորապես ձեր մայրիկի հետ, այլապես այս դիվային հանգույցների ազդեցությունը կարող է տանել նրան, որ լինեն լուրջ խնդիրներ, լուրջ վիճաբանություններ, կոնֆլիկտներ, այս շրջանում տան մեջ փոփոխությունները, հատկապես տունը մաքրելը, հին իրերից ազատվելը բավականին կթեթևացնի այս էներգիան։ Իհարկե խորհուրդ չեմ տա բուն խավարումների միջանցքում սկսել վերանորոգում անել, որովհետև այդ վերանորոգումը կարող է բավականին ձգձգվել, բայց գոնե տունը մաքրել, հին իրերից ու աղբից ազատվել շատ կարևոր է, իսկ միջանցքի ավարտվելուց հետո արդեն կարող եք ավելի լայնածավալ գործերի մասին մտածել, արդեն վերանորոգում, նոր տուն գնել եւ այլն։ Ինչպես նաեւ եթե դուք ունեք ներքին վախեր, որովհետև 4-րդ տունը երկնքի ամենամութ կետն է, հա։ Առհասարակ եկեք պատկերացնենք ոնց են այդ 4-րդ ու 10-րդ առանցքները աշխատում։ 10-րդ տունը ուղիղ մեր գլխավերևն է, երկնքի այն բարձր կետը, որ վերև նայելուց տեսնում ենք, իսկ 4-րդ տունը երկնքի ամենացածր կետն է, այսինքն մեր ոտքերի տակ անցնենք, հասնենք երկրագնդի մյուս կողմ, մեր հետևում երևի Բրազիլիան է, կարծեմ Հայաստանի հակառակ կողմը, եթե չեմ սխալվում, ու նայել Բրազիլիայի երկինքը։ Այսինքն իրանց համար 10-րդ տունը մեր 4-րդ տունն է, որովհետև մեր ոտքերի տակ է։ Ու խոյերի համար այս 4-րդ տունը ֆունդամենտն է, սենց ասած նաև։ Եթե դուք ուզում եք կարիերայում հասնել հաջողության, ունենալ ինչ-որ գործարքներ, ունենալ նոր պաշտոն, որովհետև այս շրջանում հնարավոր է լինել նաև լինի փոփոխություններ հենց աշխատավայրում, հա, եթե զգում եք, որ եկել է этап, որ աշխատավայրում պետք է անեք փոփոխություն, դա կլինի հենց բուն աշխատանքի փոխելը կամ ինչ-որ հաստիքի, պաշտոնի, շատ լավ կլինի, որ այդ փոփոխությանը տրվեք, եթե ստանաք նոր առաջարկներ պաշտոնի բարձրացման, լավ կլինի չվախենալ ու համաձայնվել այն տրանսֆորմացիային, այն փոփոխության, որը կյանքը ձեզ տանում է, բայց քանի որ 4-րդ տունը մեր ոտքերի ներքևն է, 4-րդ տունը այն տունը, որտեղ որ
մենք ապրում ենք, մեր մամայի հետ հարաբերությունները այս կյանքի ֆունդամենտն է, պատկերացրեք, երբ որ մենք ցանկանում ենք մի հատ բարձր աշտարակ ստեղծենք, բարձր շենք ստեղծենք, առաջին հերթին մենք պետք է ամուր ֆունդամենտ գցենք, որովհետև առանց այդ հիմքի, առանց ֆունդամենտի շենքը ամբողջությամբ կքանդվի։ Ու եթե չկարգավորվեն ձեր ներքին ընտանեկան հարցերը, հետևաբար ձեր աշխատավայրում, ձեր բիզնեսում, ձեր կարիերայում դուք նույնպես կունենաք խնդիրներ, որը հնարավոր չի լինի կարգավորել։ Խոհերի համար շատ կարևոր է այս շրջանում հենց տրվել այդ փոփոխություններին ու թույլ չտալ, որ այդ Պլուտոնի կործանիչ էներգիան, այսպես ասած, բացասական ձևով ձեր վրա անդրադառնա։ Ինչպես նաև ուշադիր եղեք հատկապես մեքենան վարելուց, որովհետև չորրորդ տունը նաև լոգիստիկայի տունն է համարվում, մեքենա վարելու հետ կապված հարցերին ուշադիր եղեք, մեքենայի սարքավորումներին ուշադիր եղեք, որ ամեն ինչ կարգ ու կանոնով լինի, անշարժ գույք, եթե ունեք այդ անշարժ գույքին ուշադրություն դարձրեք, որ չլինեն որոշակի տեխնիկական խափանումներ, չլինեն ինչ-որ վերանորոգման հետ կապված որոշակի պրոբլեմներ եւ այլն։ Ընդհանուր առմամբ խոհերի համար ինչ-որ շատ վախենալու շրջան չի, եթե կարողանաք այդ էմոցիոնալ տատանումներին դիմակայել, ոչ մի խնդիր չի ծագի։ Ցուլերի համար արևի խավարումը տեղի է ունենալու երրորդ տան մեջ, երրորդ տունը դա մեր քույրերն են, եղբայրներն են, հարևաններն են, ինչպես նաև այն էներգիան, որը մենք ներդնում ենք հաջողությունների հասնելու համար եւ ակտիվանում է նաև 9-րդ տունը, 9-րդ տունը դա ավտորիտետներն են, այն մարդիկ, ում մենք հարգում ենք, բարձրագույն կրթությունն ու գիտելիքներն են։ Առհասարակ երրորդ տունը այն էներգիան է, այն գործունեության մեթոդն է, որը մենք փորձում ենք, որը մենք կատարում ենք որոշակի հաջողությունների հասնելու համար եւ ցուլերը որպես հողի նշան շատ հաճախ իրենք սիրում են ամեն ինչ միշտ նույն ձևով, նույն ստրատեգիայով, նույն մեխանիզմով անել ու հաճախ ցուլերի համար շատ բարդ է լինում փոփոխությունների հարմարվելը։ Սակայն եթե դուք միշտ ամբողջ կյանքի ընթացքում նույն բաներն եք արել ու ունեցել եք նույն արդյունքը եւ այս շրջանում ցանկանում եք նոր արդյունքներ գրանցել, այսինքն ավելի շատ փող աշխատել կամ ինչ-որ այլ պտուղներ քաղել, հետեւաբար դուք պետք է սկսեք նրանից, որ փոփոխեք ձեր գործունեության բնույթը, հա, նույն քայլերն անելով, նույն ստրատեգիայով դուք միշտ ստանալու եք նույն արդյունքները։ Ինչպես նաեւ շատ լավ կլինի, որ զարգացնեք ձեր կոմունիկացիոն ոլորտը, ձեր կոմունիկացիոն ունակությունները, եթե այսքան ժամանակ օրինակ վախեցել եք մարդամեջ դուրս գալուց, դուրս գաք մարդամեջ, չվախենաք մարդկանց սեփական կարծիքը ասեք։ Շատ հավանական է շրջանում քույրերի ու եղբայրների հետ լինեն որոշակի կոնֆլիկտներ, որոշակի բացահայտումներ, ինչ որ հարաբերությունների մթագնումներ, բայց լավ կլինի թույլ չտաք, որ այս խավարման էներգիաները բացասաբար ազդեն ձեր այդ հարաբերությունների վրա։ Ինչպես նաև քանի որ այս մոլորակային ստելիումը, հա, Յուպիտերի հաջողության, որովհետև խավարումը այս անցնելու է գնա, բայց Յուպիտերը դեռևս երկար ժամանակ իր հաջողակ էներգիայով մնալու է ձեր երրորդ տան մեջ։ Յուպիտերը այստեղից նաև նայում է 9-րդ տանը, իսկ 9-րդ տունը դա ձեր բարեհաջողության տունն է, ձեր գիտական հաջողություններն են, ձեր կրթությունն է, արտասահմանի հետ կապված հարցերն են, ուսուցիչների հետ կապված հարցերն են, ուստի այս շրջանում շատ կարևոր է, հա, որ եթե դուք որոշել եք նոր բան, սովորել նոր մասնագիտություն սկսել, սա իդեալական էտապ է, ինչպես նաև նոր մակարդակների վրա դուրս գալ, նոր ծանոթություններ ձեռք բերել, միջազգային կապեր ձեռք բերել։ Այ իմ օրինակով ասեմ, օրինակ ես մարդ եմ, ով ունի 5 մոլորակ ցուրի համաստեղությունում, չնշամ ինչ մոլորակներ, իմ համար միշտ եղել է խնդիր խոսալ ռուսերեն լեզվով, չնայած ես տիրապետում եմ ռուսերենին իմ համար հայրենի պես հասկանալի է, իմ բոլոր գրքերը ռուսերեն լեզվով են, բայց միևնույն ժամանակ ես ռուսերեն խոսալուց շատ կոմպլեքսավորվել եմ, որովհետև ես խոսում եմ շատ ուժեղ արտահայտված հայկական ակցենտով ու իմ համար միշտ եղել է սթրես խոսալ ռուսերեն կամ առնչվել ռուսների հետ։ Բայց դե ինչպես գիտեք, ես այս պահին արդեն իմ աստղաբանության ուսուցչուհի, ուսուցիչ Բայբա Ստուրիտեի հետ գտնվում եմ համագործակցության մեջ, հաճախ նրա YouTube-յան ալիքում կարող եք տեսնել հաղորդումներ, տեսազանգեր, իդեպ խավարման էներգիայի մասին նույնպես Բայբա Ստուրիտեի հետ ունեմ հաղորդում, որը եթե դեռևս տեղադրված չի շուտով կտեսնեք, կամ եթե տեղադրված է կարող եք գնալ տեսնել։ Այսինքն կյանքը դրդեց նրան, որ ես ստիպված լինեմ ռուսերեն խոսել ոչ թե մտերիմների հետ, հա, ոչ թե ընկերների հետ, այլ միջազգային մակարդակում, որտեղ հենց լեզվակիրներն են ինձ լսելու ու ինձ պետք էր ուղղակի հաղթահարել սեփական կոմպլեքսները։ Իհարկե ես խոսում եմ շատ վառ արտահայտված հայկական ակցենտով, բայց միևնույն ժամանակ ես կարողացա հաղթահարել այդ ներքին վախը, ինչը ինձ օգնեց դուրս գալ արդեն այլ
սենց ասած շուկա, ինչ-որ միտեղ այլ մարդկանց հետ շփվել, հետագայում եթե չգիտեք, նաև հոկտեմբեր ամսին լինելու է վեդայական նումերոլոգիայի դասընթաց Bible-Story-ին պատկանող vedmir.com համակարգում, որտեղ դասավանդողներից մեկը նույնպես ես եմ լինելու, այսինքն դասընթացը վարելու ենք ես եւ Bible-Story-ին եւ տեղի ունենալու ռուսերեն լեզվով։ Սա շատ վառ, սենց ասած փորձություն էր, շատ վառ ապացույց էր, օրինակ էր այն բանի, թե ինչի պետքա շարժվեն ցուլերը ու չվախենալ այս շրջանում հաղթահարել սեփական կոմպլեքսները, այլապես ձեզ կյանքը ստիպված կտանի ինչ-որ այլ կերպերով, եթե դուք անընդհատ հրաժարվեք, բնականաբար նոր արդյունքներ չեք ունենա։ Ցուլերի երկու տեսակ իրական գոյություն ունի, մի տեսակ են, որ շատ-շատ է աշխատում, շատ-շատ է ներդրվում, սիրում է բոլորի մասին հոգ տանել, տանեցիների համար դառնում է ծնող, դա ծայրահեղական դրսևորումը, որը նույնպես չի կարող լավ բանի հանգեցնել, որովհետև դուք ամբողջությամբ ուժասպառ կլինեք, դուք ինքներդ չեք կարողանա վայելել ձեր աշխատանքի պտուղները եւ դուք ձեր շրջապատի մարդկանց կդարձնեք իմբեցիլ, այսպես ասած։ Ուստի պետքա փոփոխեք ձեր մոտեցումը, նաեւ սովորեք հանգստանալ, հասկանալ, որ ձեր քույրերը, եղբայրները, ընկերները արդեն հասուն մարդիկ են, ժամանակն է, որ իրենք ինքնուրույն կերպով վաստակեն իրենց գումարները, իրենք իրենց համար հոգ տանեն։ Իսկ մյուս դրսևորումը այն ցուլերն են, չնայած ես ինքս անձամբ նման ցուլեր չեմ ճանաչում, բայց կան, որ ամբողջ օրը կարող են պարկել դիվանին, սպասել, որ աշխարհը պետքա գա իրանց սպասարկի, իրանց ուտելիքը տան, իրենց հագուստը տան, իրենց մասաժ անեն վերջում մի հատ էլ։ Եթե դուք այս երկրորդ կատեգորիայի ցուլերից եք, ապա ժամանակն է եկել, որ դուք սկսեք աշխատել, ներդրվել ձեր գործի մեջ ու ինքնուրույն սկսել վաստակել գումար։ Այլապես Պլուտոնը այս արևի խավարման հետ ձեզ կտանի շատ լուրջ փորձությունների միջով, որ դուք ուղղակի ստիպված կլինեք սեփական գումարը սկսել ինքնուրույն վաստակել։ Եթե ունենք ցուլեր իմ հետևորդների մեջ, կխնդրեմ մեկնաբանություններում գրեք, արդյոք դուք զգում եք այս տրանսֆորմացիոն էներգիաները ձեր կյանքում արդեն թե ոչ, եւ շատ ուրախ կլինեմ, եթե կիսվեք ձեր օրինակներով նույնպես, ես միշտ կարդում եմ բոլոր մեկնաբանությունները։ Երկվորյակների համար խավարումը տեղի է ունենալու երկրորդ տան մեջ եւ ակտիվանալու է երկրորդ եւ 8-րդ տների առանցքը, սա իմ ամենասիրելի տների առանցքն է, որովհետեւ մենք այստեղ կապ ունենք հենց փողի ու միստիկայի հետ, իսկ եթե ինձ ճանաչում եք, գիտեք, որ փողի ու էզոտերիկայի միստիկայի հետ կապված հարցերը հենց իմ ամենասիրած հարցերն են։ Նախ այս շրջանում երկվորյակների համար բացվում է էտապ ֆինանսական իրենց բոլոր հարցերը նոր մակարդակի բարձրացնելու։ Այս շրջանում իհարկե արևի խավարմամբ կարող է ձեզ թվա, որ կան որոշակի բարդություններ ֆինանսների հետ կապված, փողը չի հերիքում կամ փողի հոսքն է, այսպես ասած, կանգնել, բայց հիշենք, որ այստեղ Յուպիտերի տրանզիտը նույնպես տեղի է ունենալու, որը շարունակվելու է դեռևս խավարման միջանցքից հետո, ու այս խավարումը հաշվի առեք որպես զանգակ, որ ձեզ ստիպում է ուշադրություն դարձնել ձեր սեփական ֆինանսական միջոցներին։ Գուցե այս շրջանում ակտիվանա նաև ընտանեկան որոշակի հարցեր, ժառանգության թեմաներ, խոր կտամ այս ժառանգության հարցերով այս խավարման միջանցքում չզբաղվել, այդ թղթաբանությամբ չզբաղվել, եթե լինի հնարավորություն, անել այդ հարցերը մինչև օգոստոսի 12-ը կամ արդեն սեպտեմբեր ամսվա մեջ, որովհետև կարող է որոշակի բարդություններ լինի, բայց երկվորյակներ ջան, սա ձեր կյանքում էտապ է, որ դուք արդեն ուշադրությունը կենտրոնացնեք ձեր անձնական ֆինանսներին, ձեր նոր մեթոդներին ու որոշեք, թե ոնց կարաք ավել փող աշխատեք կամ ինչ կարաք անեք ձեր ֆինանսական ու առասարակ կյանքի մակարդակը ել ավելի բարձրացնելու համար։ Ինչպես նաև երկվորյակներին խորհուրդ կտամ այս շրջանում ուշադիր լինել, թե ինչ են իրենք ասում, ինչ են իրենք խոսում, որովհետև երկվորյակները սիրում են արագ-արագ խոսալ ու հաճախ կարող է ավել մի բան ասեն, որը իրանց կամ ուրիշի համար ինչ-որ խնդիրներ ստեղծի, կարող է միամիտ ինչ-որ գաղտնիք բացահայտեն, որը իրենք չպետք է բացահայտեն։ Ինչպես նաև ուշադիր եղեք այն ամենին, թե դուք ինչ եք ուտում, հատկապես եթե դուք օգտագործում եք միս, օգտագործում եք ինչ-որ ծանր սնունդ, ուշադիր եղեք, որովհետև խավարումների միջանցքում հնարավոր է լինի վտանգ թունավորումների հետ կապված, ինչ-որ ժամկետնանց սնունդ օգտագործելու հետ կապված, համենայն դեպս գոնե այս 2 շաբաթվա ընթացքում փորձեք հնարավորինս առողջ բաներ ուտել, հնարավորինս ավելի թեթև ու ավելի լավ սնվել, քան որ դուք հիմնականում անում եք։ Նաև ակտիվանում է 8-րդ տունը, 8-րդ տունը դա խավարի, միստիկայի, տաբու դարձած թեմաների մասին է, այս 2 շաբաթվա ընթացքում խուսափեք ալկոհոլի օգտագործումից, թմրանյութերի օգտագործումից, որովհետև դրանք ձեր վրա կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Նաև մեր սիրելի երկվորյակները սիրում են տարբեր տեղեր իրենց քիթը, այսպես ասած, մտցնել, զբաղվել ինչ-որ անհասկանալի բաներով, մտնել այնտեղ, որտեղ ընդհանրապես պետք չի։ Այս շրջանում ակտիվանում է խավար աշխարհը, հնարավոր է ձեզ առաջարկեն որոշակի պրակտիկաներ, որոշակի ծառայություններ, որոնք կլինեն ոչ թե լուսավոր էներգիաներով, այլ լի կլինեն հենց խավար ցածր աշխարհի դրսևորումներով։ Ուստի մի արեք ոչ մի պրակտիկաներ, ոչ մի
անծանոթ մասնագետի ծառայություններից հատկապես էզոտերիկ մի օգտվեք, YouTube-յան հարտակում մի լսեք ոչ մի մեդիտացիաներ, հատկապես եթե դրանք ինչ-որ ֆինանսական կյանքը բարելավելու մեդիտացիաներ են, աֆիրմացիաներ են, որովհետև դուք չգիտեք դրանք ովքեր են ձայնագրել, իսկ եթե դուք լսում եք ուրիշի ձայնագրած մեդիտացիան, աֆիրմացիաները կամ սուբլիմինալները, դուք նույնպես թույլ եք տալիս, որ այդ էներգիաները մտնեն ձեր կյանք, այնինչ այս շրջանում խավարի էներգիաները շատ գերակտիվ են լինելու ու դուք կարող եք ինքնակամ ձեզ տանել գցել ինչ-որ խնդիրների ու ցածր վիբրացիաների մեջ։ Խուսափեք դրամանական լուրջ գործարքներից, ընդհանրապես եթե հնարավոր է աշխատեք բացառեք ֆինանսական գործարքները այս շրջանում, վարկավորման հետ կապված հարցերը, պարտքեր տալու, պարտքեր վերցնելու հետ կապված հարցերը, որովհետև դրանք կարող խնդիրներ լուրջ առաջացնեն։ Խաբեբաները ֆինանսական շատ ակտիվ են լինելու, ոչ մեկին ֆինանսական հարցերում այս ընթացքում մի վստահեք։ Խեցգետինների համար, մեր խեցգետինների համար մի փոքր ավելի բարդ է լինելու, բայց հիշեք, որ ինչքան շատ է բարդությունները, այդքան շատ մեծ է պոտենցիալը մեծ հաջողության հասնելու, որովհետև խավարումը հենց տեղի է ունենալու խեցգետնի համաստեղությունում, դա նշանակում է, որ խավարման ազդեցությունը, այս տրանսֆորմացիոն ազդեցությունը ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ երևալու է, ու խորհուրդ կտամ ոչ թե սահմանափակվել միայն խեցգետնի կանխատեսումը լսելով, այլ նաև լսեք բոլոր այլ նշանների կանխատեսումները, որովհետև այս շրջանում բոլորն էլ ձեր մասին կարան լինեն, որովհետև երբ որ ակտիվանում է մարդու առաջին տունը, մարդու հենց անձնական նշանում է համաստեղության որոշակի բան տեղի ունենում, դա նշանակում է նրա կյանքի բոլոր ոլորտների վրա դա կարա ունենա ազդեցություն։ Առաջին հերթին ակտիվանալու է ձեր հարաբերությունների, ձեր եսի հետ կապված հարցերը, խեցգետիները գիտենք, որ հաճախ լինում են շատ էմոցիոնալ, շատ մեծ էմոցիա են ակնկալում իրենց կողակցից, իրենց հարաբերություններում, բայց շատ կարևոր է հասկանալ, որ պետք է ունենալ անձնական սահմաններ, պետք է կարողանալ լուծել սեփական խնդիրները ինքնուրույն, այլ ոչ թե գնալ, միշտ լսել կողակցի մոտ, ակնկալել, որ ձեր կողակիցը պետք է ձեզ պաշտպանի, պետք է ձեր կողակիցը ձեզ ուժեղ դարձնի, որովհետև հավատացեք, եթե դուք դա անեք 1, 2, 3 անգամ, 4-րդ անգամից սկսած հենց ձեր կողակիցը ձեզ չի հարգի։ Իհարկե սա կարող է շատերին ցավացնի, շատերը ասեն, բա ինչի համար է կողակիցը, բայց հիշեք, որ կողակիցը ձեր ծնողը չի, ու երբ որ դուք հարաբերություններում դառնում եք երեխա, այդ հարաբերությունները սառում են ու իզուր չի, որ ժամանակի ընթացքում կարող է նենց լինի, որ ձեր կողակցի ու ձեր հարաբերությունները արդեն ավելի սառ են, ավելի խնդիրներ որոշակի դրսևորեն, ու հետո ասեք, բա մեր սերը կորել է, ինձ ուրացել են։ Շատ կարևոր է ունենալ այդ անձնական սահմանները, չգնալ չբողոքել ձեր կողակիցներին, ձեր ընկերներին, ձեր գործընկերներին, որովհետև այստեղ հարաբերությունների ոլորտն է ակտիվանում, իսկ հարաբերությունը ոչ միայն սիրային է լինում, այլ նաև լինում ընկերների, աշխատանքային, ինչպես նաև բիզնես հարաբերություններ, շատ կարևոր է ձեր ներաշխարհի հետ կապված բոլոր հարցերը դուք ինքնուրույն կարողանաք կարգավորել, իսկ եթե չեք կարողանում ինքնուրույն, ապա դիմեք մասնագետի օգնությանը, դիմեք աստրոլոգի, էզոտերիկի, հոգեբանի, փորձեք հասկանալ այն, ինչն է ձեզ խանգարում, կամ եթե դա էլ չեք ուզում, շատ լավ կլինի ներդրվել ձեր ուսման մեջ, նոր մակարդակի գիտելիք ստանալ, ավելի զարգանալ։ Այս շրջանում խեցգետիների մոտ կարող են առաջանալ կտրուկ ցանկություններ ձեր արտաքինի հետ փոփոխություններ անելու, բայց դա նույնպես ձեզ խորհուրդ չեմ տա, որ օրերից մի օր կարող արտանաք որոշեք մազերը կարճ կտրել կամ վարդագույն ներկել, այդ ամենի հետ կապված նույնպես խորհուրդ կտամ սպասեք սեպտեմբերին, եթե ուզում եք ինչ-որ փոփոխություններ անել արտաքին մարմնի մակարդակով։ Ինչպես նաև կա խեցգետիների մյուս ծայրահեղական մոտեցում, որ իրանք շատ սառն են լինում, իրանք ունեն շատ խիստ դրած անձնական սահմաններ, որովհետև խեցգետինը երբ որ վախենում է աշխարհից, ինքը մտնում է իր ապաթիանի մեջ ու վերջալ իրան ոչ մեկ չի տեսնում, ու սա խեցգետնի մյուս ծայրահեղական դրսևորումը, շատ լավ կլինի հասկանալ, որ այս տեսակի խեցգետիների համար, որ դուք ռոբոտ չեք ամեն դեպքում, դուք մարդ եք, ով ունի էմոցիաներ, ով ունի հույսեր, ու եթե դուք անգամ ինչ-որ չափով բացվեք էլ, դուք չեք դառնալու շատ խոցելի մարդկանց համար։ Ձեր կողակցի համար կարող եք գոնե բացվել, որ ձեր կողակիցը հասկանա, որ ամեն դեպքում ինքը կապ ունի մարդու հետ, այլ ոչ թե ինչ-որ քարե արձանի հետ։ Համենայն դեպս խեցգետիներ ջան, այս խավարումը ձեր կյանք բերում է հնարավորություն վերանայելու ձեր կյանքի բոլոր այն մութ կետերը, որը դուք չէիք ցանկանում կամ մոռացել էիք դրա մասին, կամ էլ պարզապես կային իրանք ու ձեզ խանգարում էին լիարժեք երջանիկ լինել։ Արիուսների համար ակտիվանում է 12-րդ եւ 6-րդ տների առանցքը, 12-րդ տունը դա սահմանափակումների մասին է, դա էներգիայի մասին է, դա մեդիտացիայի մասին է, ու արիուսների պարագայում ես խորհուրդ կտամ այս շրջանում մի փոքր փորձեն բեմից իջնել ու ավելի
առանձնանալ, հա, մենք գիտենք առյուծները էներգիայի գեներատոր են, իրենք սիրում են ամենտեղ երևալ, ամեն տեղ, ամեն խմբում, ամեն ընկերության մեջ, իրանք են առաջինն են, որ աչքի են ընկնում, իրենք բոլորին էներգիա են տալիս, իրենք բոլորին մոտիվացիա են տալիս, բայց այս էներգիայի դարաշրջանում առհասարակ հիմա մենք ապրում ենք շատ խավար, sense մութ շրջանի մեջ էներգետիկ առումով ու էներգիան շատ լուրջ ռեսուրս է դարել ու իրոք առյուծները ունեն այդ էներգիայի գեներացնելու ունակությունը, բայց երբ որ դուք անընդհատ լույս եք ճառագում, դուք ձեր կյանք նաև կանչում եք տարբեր ցածր վիբրացիաների տեր մարդկանց, էներգետիկ վամպիրների, ովքեր չունեն իրենց անձնական էներգիան ու իրանք գալիս են ձեր կյանք ձեր էներգիայով սնվելու, ու քանի որ մեր սիրելի առյուծներն էլ սովոր են, հա, որ ամենտեղ իրանք պետքա լինեն առաջինը, ամենտեղ պետքա լինեն երևացողը, այս շրջանում լավ կլինի, որ դուք ամեն դեպքում այդ ձեր բեմից իջնեք, մի փոքր առանձնանաք, վերլուծեք ինքներդ ձեզ, հասկանաք, թե դուք ինչի վրա եք ավելորդ էներգիա ծախսում, ինչի մեջ եք ներդրվում, որ ձեզ այլևս օգուտ չի տալիս, շատ լավ կլինի, որ առյուծները սկսեն հստակ անձնական սահմաններ ձևավորել, էներգետիկ պլանում, էներգետիկ պաշտպանություն դնել իրենց վրա, եթե չգիտեք դա ինչպես եք անում, ես իմ Telegram-յան ալիքում շատ շուտ սովորացրել եմ, կամ կարող եք գրել անձնական նամակ, վերցնել ձեր անհատական խորհրդատվություն էներգետիկ առումով հասկանալու, թե ինչպես կարող եք, հա, ձեզ պաշտպանել տարբեր վամպիրներից, ինչպես նաև ակտիվանումը 6-րդ տունը դա աշխատանքի ծառայությունների եւ նաև առողջության տունն է, շատ կարեւոր է, հա, եթե դուք ունեք ինչ-որ մասնագիտական հարցերում փոփոխություններ անելու մտքեր, ձեր կարիերայում եք ցանկանում փոփոխություններ անել, այս շրջանը ձեզ կտանի նրան, որ դուք վերջնականորեն կհասկանաք, թե ինչի մեջ եք ուզում ներդրվեք, շատ կարեւոր է առյուծների համար կանոնակարգել իրենց գրաֆիկը, հստակ իմանալ իրենք երբ պետք է արթնանան, երբ պետք է գնան աշխատանքի, ինչով պետք է զբաղվեն, բացի այդ աշխատանքից բացի շատ կարեւոր է, որ դուք ժամանակ ունենաք ձեր առողջությամբ զբաղվելու, առողջ ապրելակերպ վարելու, ձեր հոբիներով զբաղվելու, եթե կան պլաններ առողջական ինչ-որ հետազոտություններ անցնելու այս շրջանում, խավարման այդ միջանցքում եթե դա անցնեք, ես ձեզ խորհուրդ կտամ ամբողջությամբ չվստահել այդ անալիզներին, այդ ստուգման պատասխաններին ու գոնե 2 տարբեր տեղեր, հա, այդ ուսումնասիրությունները անցնել ու համեմատելով այդ պատասխանները նոր հասկանալ, որովհետև հնարավոր է, հա, ինչ-որ թղթաբանական խնդիրներ ու սխալմունքներ այդ շրջանում տեղի ունենան։ Համենայն դեպս, նաև եթե դուք ունեք պլաններ արտասահմանի հետ կապված հարցերով, ինչ-որ երկրից գնալու, իհարկե խավորման միջանցքում ես խորհուրդ չեմ տա մարդկանց երկրից հեռանալ, ինչ-որ ինքնաթիռ նստել կամ տոմսեր գնել, որովհետև դա կարող է խնդիրներ առաջացնել, բայց համենայն դեպս այս շրջանում եթե կան այդ գաղափարներ, կարող եք գոնե սպասել, որ միջանցքից հետո սեպտեմբեր ամսին գնաք, որովհետև այս խավարումը 2 շաբաթվա մասին չի, ինքը առաջիկա 6 ամիսների մասին է։ Հաջորդ նշանի մարդիկ կույսերն են, կույսերի համար երևի թե ամենաթեթևն է լինելու այս խավարումը, որովհետև ակտիվանում են 11-րդ ու 5-րդ տները, խավարումը տեղի ունենալու 11-րդ տան մեջ, իսկ դա մեր սոցիալական կապերն են, մեր ընկերներն են, մեր նեղ շրջապատն է, ու այս շրջանում սպասեք, որ հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր ձեր շրջապատից ուղղակի կհեռանան, ու եթե կլինեն տենց մարդիկ, հա, ձեր ամենամոտ ընկերների մեջ անգամ կամ գործընկերների մեջ, ովքեր կհեռանան ձեր կյանքից, մի փորձեք իրենց բռնի ուժով պահել, որովհետև խավարումը սենց ասած Աստված թեկուզ գիտեն բաներ, լսել են խոսակցություններ, որոնք դուք չեք լսել ու դուք չգիտեք, ու երբ որ Աստված ձեր կյանքից հեռու է պահում այդ մարդկանց կամ ձեր պահապան ուժերն են այդ մարդկանց հեռացնում ձեր կյանքից, դա նշանակում է, որ եկել է этаպը, որ այդ մարդիկ պետքա դադարեն իրենց բացասական ազդեցությունը ձեր վրա ու ինչքան փորձեք բռնի ուժով այնտեղ տարբեր խնդիրներ լուծելով, հարցեր կարգավորելով, անդադար խոսալով այդ մարդկանց փորձել պահել ձեր կողքին, հավատացեք, հետագայում ավելի մեծ կոնֆլիկտ ու խնդիր կլինի։ Հնարավոր է բացահայտումներ ունենաք ձեր ընկերական շրջապատում, ընկերների հետ կապված, իմանաք ինչ-որ մութ պատմություններ, իմանաք ինչ-որ գաղտնիքներ, որ դուք հենց ինքներդ ստիպված լինեք այդ մարդկանց հրաժեշտ տալու, բայց չենք մոռանում, որ 11-րդ տունը նաև եկամուտների տունն է ու այն մեծ եկամուտների տունն է, այն փողի տունն է, որը դուք ծախսում եք ձեր հաճույքների վրա, այն փողն է, որը դուք աշխատում եք ձեր բիզնեսից, ձեր գործունեությունից, ձեր հոբիներից։ Ու եթե ունեք հայ շրջանում գաղափարներ, ինչ-որ մի բան ստեղծելու, ինչ-որ նոր ծառայություն բերելու, սա իդեալական շրջան է դա անելու համար, որովհետև նայում է այստեղ հայացքը ուղիղ 5-րդ տան վրա է, իսկ 5-րդ տունը ձեր ստեղծագործական էներգիան է, ձեր գաղափարների էներգիան է,
ու եթե դուք զգում եք, որ ունեք ինչ-որ գաղափարներ, ստեղծել եք ինչ-որ ծառայություն, ինչ-որ պրոդուկտ, որը գտնում եք, որ կարա մարդկանց հաջողություն բերի, սկսեք արդեն դրանով զբաղվել։ Սկզբնական շրջանում կարող եք իհարկե պարզապես սևագիր անել, ինչ-որ գաղափարներ գրել, որ չմոռանաք, որովհետև խավարումների միջանցքում իհարկե չարժի նոր գործեր սկսել եւ դրանից հետո սկսել զբաղվել դրանով, որովհետև Յուպիտերը հաջողության, ֆինանսական բարեկեցության մոլորակը նույնպես գտնվում է ձեր ֆինանսների տան մեջ։ Ինչպես նաև Խավարումի ու Պլուտոնի ասպեկտը գտնվելու այս 5-րդ տան մեջ, իսկ 5-րդ տունը կրքի տունն է, սիրո տունն է, մեր կույսերը սիրում են մենակ կենտրոնանան աշխատանքի վրա, իրենց 24 ժամը մենակ աշխատանքով զբաղացնեն ու մոռանան անձնական կյանքի մասին, մոռանան ռելաքսի մասին, բայց լավ կլինի, որ նույնպես կենտրոնանաք ձեր ռելաքսի, ձեր հանգստի վրա, վերջապես գնաք մեկի հետ ֆլիրտ անեք, հաճելի ժամանց անցկացնեք, չեմ ասում գնացեք մի անգամ ամուսնացեք, բայց գոնե այդ կյանքի հաճելի պահերը, այդ կրքոտ պահերը նույնպես ակտիվացրեք ձեր կյանքում։ Եթե դուք ունեք երեխաներ, իսկ կույսերի համար հաճախ երեխաները գալիս են կոմունալ վճարումների այդ նույն ցուցակի մեջ, շատ լավ կլինի, որ երեխաներին նույնպես էմոցիոնալ ժամանակ տրամադրեք, որովհետև դուք ֆինանսական առումով ձեր երեխաներին ամեն ինչով ապահովում եք, բայց դուք անձամբ ձեր երեխաների կյանքում հաճախ ներկա չեք գտնվում, իսկ երեխաներին նաև պետքա ծնողի հետ խաղալ, ծնողի հետ ման գալ, ծնողի հետ ժամանց անցկացնել, հավատացեք, այս խավարման, այս ուշադրությունը դրան է տանում նաև, որ վաղը մյուս օր ձեր երեխաները չգնան հոգեբանի մոտ ձեզ ներելու այն թեմայի շուրջ, որ դուք իրենց կյանքում բացակա եք եղել։ Կշերքների համար կշերքների իրավիճակը շատ նման է խոյերին, բայց այստեղ ակտիվանում է 10-րդ տունը եւ հայացքը տված է 4-րդ տան մեջ։ Եթե խոյերի պարագայում ավելի շատ ներքին հարցերն էին, կշերքների պարագայում ավելի շատ շեշտը դրված է լինելու արտաքին աշխարհի վրա, ու հնարավոր են լինեն ինչ-որ փոփոխություններ, ինչ-որ հարցեր ձեր աշխատավայրում, կարիերայում, ձեր գործընկերների հետ կապված հարցերում կարող է ունենաք ինչ-որ բացահայտումներ, իմանաք, որ ինչ-որ հարցեր, բամբասանքներ, գաղտնիքներ են եղել ձեր մեջքի ետևում, որը ձեզ խանգարել է առաջ գնալ, որը ձեզ թույլ չի տվել առաջ գնալ, ու այս շրջանում եթե բացահայտումներ լինեն տես մարդկանց հետ կապված, հանգիստ կտրեք կապը այդ մարդկանց հետ, մի վախեցեք կարիերայում փոփոխություններից, այ կշերքների համար այս շրջանում շատ կարևոր է ունենալ ներքին ամրություն, որովհետև Պլուտոնի ասպեկտը ներաշխարի վրա է, 4-րդ տան վրա է, ու կշերքները գիտենք, իրանք սիրում են ամեն ինչ sense ավելի փափուկ, ավելի sense նեղմ, ավելի մեղմ, ավելի քաղաքավարի տարբերակներով լուծել, այնինչ է շրջանում կշերքների համար շատ կարևոր է ունենալ մի փոքր ամրություն, հստակ որոշումներ կայացնելու, այդ որոշումների ետևից գնալու։ Եթե դուք ունեք օրինակ ինչ-որ պլաններ ձեր աշխատավայրում նոր պաշտոն զբաղեցնելու, ղեկավար դառնալու համար, ապա 4-րդ տան մեջ դուք պետք է ունենաք շատ մեծ ամուր ներքին հենարան, որ դուք կկարողանաք հենվել ձեր այդ հենարանի վրա եւ կարողանաք ձեր ղեկավարի գործերը կամ ձեր առաջխաղացումը մասնագիտական պաշտոնի առաջխաղացումը ապահովել, որովհետև եթե դուք լինեք մարդ, ով ինքն իր վրա վստահ չի, ով ունի խնդիրներ տանը, խնդիրներ մամայի հետ, ով էմոցիոնալ շատ լարված վիճակում է գտնվում, հավատացեք աշխատավայրում ձեզ ոչ մեկ լուրջ չի անցալի, էլ չեմ խոսում, որ ղեկավար պաշտոն ձեզ չեն տա, իսկ տալու դեպքում ուղղակի չեն ենթարկվի, ապա շատ կարևոր է այդ ներքին ամրությունը ներքին հենարանը գտնել, որովհետև հենարաններ ունենալ արտաքին աշխարհի վրա ընդհանրապես վստահելի չի, արտաքին աշխարհը շատ խաբուսիկ է, արտաքին աշխարհը շատ հաճախ փոփոխվում է ու հենարանը դնել արտաքին աշխարհում, դա նշանակում է ուղղակի հենվել մի բանի վրա, որը վաղ թե ուշ քանդվելու է։ Իսկ եթե հենարանը ձեր ներսում է, դուք ավելի ապահովված եք ու ավելի ամուր եք կանգնած այս հողի վրա, հնարավոր է նույնպես կներեք կշերքների մոտ լինեն որոշակի հարցեր, վիճաբանություններ, ինչ որ մութ բաներ բացահայտվեն ընտանիքի անդամների հետ կապված, ծնողների հետ կապված, մոր հետ հարաբերություններում, հնարավոր է այստեղ նաև հոր հետ կապված ինչ որ հարցեր լինեն, եթե ունեք ձեր հայրիկի հետ կապված վիրավորանքներ, ինչ որ խնդիրներ, շատ լավ կլինի այս շրջանում այդ ամեն ինչ ուղղակի հարթեք գնա, եթե ձեր հայրիկը չկա, արդեն չեք կարող իր հետ խոսալ, գոնե ներքուստ ուղղակի փակեք այդ этаպը։ Իհարկե հաճախ ծնողները աններելի սխալներ են անում ու եթե տեն խոսքը աններելի սխալների մասին է, ուղղակի փակեք դրեք մի կողմ գոնե մի փորձեք կենտրոնանալ այդ թեմայի վրա, որովհետև այդ թեման ձեզանից շատ էներգիա կխլի։ Իսկ եթե հասկանում եք գոնե որ այդ սխալը այդքան էլ մեծ սխալ չէր, այդքան էլ աններելի սխալ չի, փորձեք այդ մարդուն ուղղակի ներել ու թույլ չտալ, որ այդ վիրավորանքի էներգիան ձեզ խանգարի առաջ գնալ։
Հաջորդ տեղում մեր կարիճներն են, մեր սև մոգերը, սենց ասած, կարիճների համար խավարումը տեղի է ունենալու 9-րդ տան մեջ, 9-րդ տունը ուսուցիչների տունն է, փիլիսոփայության տունն է, հոգևորության տունն է եւ հայացքը նետելու է արդեն 3-րդ տան վրա, որտեղ Պլուտոնն է լինելու։ Մեր կարիճները, առհասարակ ես կարիճներին շատ եմ սիրում, որտեղ ես լինելով ցուրտ չէի կարող կարիճներին չսիրել իրենց գեղեցիկ արտաքնի, իրենց այդ տոքսիկ բնավորության, իրենց այդ dark energy համար ու կարիճներ ջան, դուք ամենամոտիկն եք, հա, հորոսկոպի նշաններից խավար էներգիաներին, բացասական էներգիաներին ու դա ոչ թե այն պատճառով, որ դուք ինքներդ եք վատ մարդ, այլ կարիճները ծնվում են շատ ուժեղ զարգացած ինտուիցիայով, շատ լավ զարգացած հատկանիշներով, ունենում են շատ ուժեղ ունակություններ, իսկ խավար էներգիաների համար այդ ունակությունները շատ պահանջված են, հետևաբար իրանք առաջին հերթին գալիս են ձեր վրա, որպեսզի ձեր ունակությունները օգտագործեն բացասական երանգով։ Շատ կարևոր է, հա, որ դուք կարողանաք չտրվել այդ ազդեցությանը, կարողանալ ձեր ամրությունը պահել եւ ձեր ունակությունները օգտագործել ոչ թե ի վնաս, այլ ի օգուտ մարդկանց կամ եթե չեք ուզում գոնե ի օգուտ մարդկանց, գոնե ոչ ի վնաս ձեզ։ Բացի այդ կարիճների կյանքում այս շրջանում կարող լինի փոփոխություններ կապված աշխարհայացքների հետ ու ինչքան դուք բաց լինեք նոր աշխարհայացքների, ինչքան պատրաստ լինեք ընդունելու այն փաստը, որ այս աշխարհում տարբեր կարծիքներ կան, տարբեր ուսուցիչներ, տարբեր մոտեցումներ կան, այդքան ավելի հեշտ կլինի ձեր համար հաջողել այս կյանքում, որովհետեւ կարիճները հաճախ շատ լինում են դոգմատիկ ու կարծում են, որ իրենցից բացի ուրիշ ոչ մի տեսակ ճշմարտություն չգիտի այս կյանքում, բայց ինչքան այդ կերպով փորձեք առաջնորդվել, այդքան ձեզ կյանքը անընդհատ կստիպի առնչվել այն փաստի հետ, որ դուք ինչ-որ հարցում սխալվել եք, որ դուք սխալ որոշում եք կայացրել, մի խոսքով ձեր էգոն ամեն կերպ այս կյանքը կփորձի քանդել։ Բայց երբ որ դուք ժամանակին ընկալեք ու ընդունեք այն փաստը, որ ամեն դեպքում դուք Աստված չեք, սենց ասած, ամենագետ չեք, կան նաև այլ կարծիքներ այս աշխարհում, կան այլ խելացի մարդիկ նույնպես, ձեր վրա այդ փոփոխությունները ուժեղ չեն անդրադառնա։ Ինչպես նաև կարիճների կյանքում այս շրջանում սև էներգիաները կարան ակտիվանան, փորձեն ձեզ քաշել դեպի սև մոգության մեջ, ինչ որ կասկածելի պրակտիկաների մեջ, նույնպես ես խորհուրդ կտամ, եթե չեք ճանաչում այդ ուսուցչին, եթե չեք ճանաչում այդ մասնագետին, այս շրջանում ամենայն դեպս ոչ մի էզոտերիկ պրակտիկաներով մի զբաղվեք, ոչ մի թալիսմաններ ձեռք մի բերեք, անգամ բնական քարեր մի ձեռք բերեք անծանոթ մարդկանցից, որովհետև դուք չգիտեք այդ ամենը ինչ էներգիայով է ակտիվացված, ինչպես կարա ձեր վրա հետագայում անդրադառնա եւ այլն։ Ինչպես նաեւ այստեղ Պլուտոնի ասպեկտը 3-րդ տան մեջ ունենք քույրերի ու եղբայրների հարաբերություններում հնարավոր են լինեն որոշակի կոնֆլիկտներ, վիճաբանություններ, շատ կարևոր է չփորձել կառավարել այդ մարդկանց, որովհետև կարիճները ունեն այդ իրենց over control բնավորությունը, որ փորձում են բոլորին կառավարեն, գիտեն, որ իրանք գիտեն ճիշտը, իրանք գիտեն, թե ով ինչպես պետք է ապրի, բայց իմացեք, ինչքան փորձեք մարդկանց կառավարել, մարդկանց գլխին ղեկավար լինել, այդքան կլինեն խնդիրներ ու այդքան կլինեն կոնֆլիկտներ։ Ընդունեք այն փաստը, որ ձեր քույրերը, եղբայրները, մտերիմ մարդիկ արդեն հասուն մարդիկ են ու իրենք ինքնուրույն պետք է իրենց անգամ եթե իրենք սխալ են անում, թողեք իրենք ինքնուրույն իրենց սխալները անեն։ Խորհուրդ տվեցիք, վերջ։ Մի փորձեք բռնի ուժով այդ մարդկանց կառավարել, որովհետև այդպես դուք ձեզ եք վնասում առաջին հերթին։ Աղեղնավորների համար իրավիճակը հետաքրքիր է, որովհետև ակտիվանում է 8-րդ տունը, 8-րդ տունը, ինչպես ասացի, օկուլտիզմի, մագիայի, խավար դրսևորումների, տաբու դարձած թեմաների տունն է։ Աղեղնավորները նույնպես փիլիսոփայական միտք ունեն, սիրում են բոլորի կյանք, բացատրել աշխարհ, բացատրել, շատ հաճախ լինում են աղեղնավորներ, ովքեր ուղղակի ամբողջ օրը եղել են տան դիվանին, բայց իրենք գիտեն ոնց պետք է պետությունը կառավարել, ոնց պետք է լուրջ բիզնես ղեկավարել, եւ իհարկե կա մյուս տեսակի աղեղնավորներ, ովքեր իրոք բարձրագույն կրթություն ստացած, իրոք կրթված, գիտակից մարդիկ են ու իրանք կարողանում են իրենց գաղափարները ճիշտ կառավարել։ Ու այստեղ շատ կարևոր է, հա, հասկանալ սեփական էությունը, հասկանալ սեփական ուժերը, սեփական ունակությունները ու չմտնել մի տարածք, որը ձեր ուժերից վեր է, որպեսզի դուք այդտեղ չվնասվեք։ Աղեղնավորների մոտ նույնպես հնարավոր են լինեն որոշակի բացասական դրսևորումներ այս շրջանում ձեր գաղափարների հետ կապված, հետևեք ձեր մտքերին, հետևեք ձեր ցանկություններին, ձեր մտքերը կարող է այս շրջանում խավար էներգիայի ազդեցության տակ ընկնեն։ Դուք նույնպես իմացեք, որ ձեր կյանքում այս շրջանում կարող են ակտիվանալ բացասական էներգիաները, որոշակի մոգական պահեր լինեն, մի մտեք ոչ մի պրակտիկաների, անծանոթ գործարքների մեջ, ֆինանսների հետ շատ եղեք ուշադիր, որովհետև երկրորդ տունը նույնպես ակտիվանում է այս շրջանում ֆինանսական ծախսեր, գործարքների մեջ աշխատեք չմտնեք, լուրջ փողային հարցեր աշխատեք չլուծեք, պարտքային, վարկային հարաբերությունների մեջ աշխատեք մի մտեք, որովհետև դա
Երկարաժամկետ պլանում ձեզ կարող վնասի, ինչպես նաև ձեր ծանոթությունների ուշադիր եղեք, եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր անօրինական գործարքներով են զբաղվում, ովքեր հարկեր չեն վճարում կամ ինչ-որ ավելի ցածր, ինչ-որ շարլատանությամբ են զբաղվում, այդ տեսակ մարդկանց հետ աշխատեք չշփվել, էլ չեմ ասում դուք եթե նման գործերի մեջ եք, իմացեք, որ այս խավարումից հետո հնարավոր է դուք ստանաք համապատասխան պատիժ որոշակի վատ գործերի մեջ խառնվելու համար։ Նաև հնարավոր են լինեն ինչ-որ գաղափարական հակասություններ ընտանիքի անդամների հետ, հատկապես ծնողների հետ, եթե դուք երկար ժամանակ օրինակ ինչ-որ բան եք ուզեցել անեք, բայց հաճախ փիլիսոփայական մտքեր են ունենում աղեղնավորները, ինչ-որ նոր ժամանակների մասին գիտելիքներ են ունենում, գաղափարներ են ունենում ու իրենց ընտանիքի անդամները դա չեն հասկանում ու լինում է տարաձայնություններ գաղափարական մակարդակի վրա։ Խորհուրդ կտամ ուղղակի տանեցիների հետ չմտնել այդ կոնֆլիկտի մեջ։ Եթե դուք զգում եք, որ ձեր տանեցիները ավելի սահմանափակ, ավելի ավանդական, ավելի հին գաղափարներ ունեն, իմաստ չկա այդ մարդկանց բռնի ուժով փորձել ապացուցել նոր ժամանակների գաղափարները, որովհետև իրենք դա չեն հասկանում։ Հետո շատ եթե ունեք ինչ-որ գաղափարներ, ինչ-որ քայլեր, որոնք ձեր տանեցիները երբեք չեն արել, ենթադրենք դուք ծնվել, ապրել եք աղքատ ընտանիքում եւ օրերից մի օր որոշել եք ձեր սեփական բիզնեսը դնել, առաջին բանը, որ ձեր տանեցիները, ձեր մաման ու պապան անելու են, դա այն է լինելու, որ ձեզ ամեն կերպ փորձեն համոզեն չանել այդ բիզնեսը, չմտնել դրա մեջ, ու դա լինելու է ոչ թե այն պատճառով, որ իրենք ձեր վատն են ուզում, այլ իրենք ուղղակի վախենալու են դրանից, որ հանկարծ սխալներ չանեք, որովհետև իրենք իրենց ողջ կյանքի ընթացքում վախեցել են այդ քայլին դիմեն։ Լինում է այլ տեսակ դրսևորումներ, երբ որ ընտանիքը լինում է շատ խիստ կրոնական, շատ դոգմատիկ, շատ սահմանափակ հայացքների տեր մարդիկ ու մեկ էլ իրենց ընտանիքի զավակը որոշում է, որ պետք է ուսումնասիրի աստրոլոգիա, պետք է ուսումնասիրի տարո քարտեր, էզոտերիկա եւ արդեն սկսվում է ընտանիքի ներսում բախումներ կրոնական, գաղափարական ֆոնի վրա, այդ պարագայում նույնպես իմաստ չկա ընտանեցիների հետ հարաբերություններ վատացնել, փորձել հակառակը ապացուցել։ Աղեղնավորներ ջան, եթե դուք գտնվում եք նման հարաբերությունների մեջ, ապա անպայման մեկնաբանություններում գրեք։ Ընդհանուր առմամբ այս շրջանում կարող են նաև ակտիվանալ ժառանգության թեմաները, անշարժ գույքի հետ կապված թեմաները, եթե ունեք այս շրջանում կարող են ինչ-որ միստիկական վախեր լինեն, ձեզ թվա, որ դուք առողջական խնդիրներ ունեք, բայց իրականում չունենաք, եթե լինեն ինչ-որ վիրահատության խնդիրներ, եթե հնարավոր լինի տեղափոխել այդ բժշկական միջամտությունները, Աստված մի արասի, եթե չլինի կյանքի ու մահվան հարց, ցանկալի կլինի այդ միջամտությունները անել սեպտեմբերի ընթացքում, երբ որ խավարումների միջանցքը ավարտված կլինի։ Այդեղ ժողովրդների համար ակտիվանում է հարաբերությունների ոլորտը։ Խավարումը տեղի է ունենալու 7-րդ տան մեջ, առաջին հերթին խոսքը իհարկե սիրային հարաբերությունների մասին է, հետո նաև այլ մարդկանց հետ հարաբերությունների մասին։ Այդտեղ ժողովուրդները սիրում են ամբողջությամբ, գլխով, հոգով, սրտով մտնել իրենց աշխատանքի մեջ, իրենց գործի մեջ ու հաճախ իրանք մոռանում են իրենց անձնական կյանքը դասավորելու մասին, իրենց կողակցի մասին, իրենց սիրելի մասին, եթե գտնվում են հարաբերություններում, այդտեղ ժողովուրդները շատ եսակենտրոն են, իրանք սիրում են ամեն ինչ անեն ինքնուրույն, ամեն ինչ անեն միայնակ եւ իրանց մոտ շատ կարեւոր է վերանայել իրենց կոմունիկացիայի ոլորտը, իրենց մարդկանց հետ հաղորդակցվելու ոլորտը, սովորել աշխատել թիմերում, սովորել լինել բաց համագործակցությունների համար, ինչպես նաեւ եթե գտնվում են հարաբերություններում, սովորել ուշադրություն դարձնել նաեւ երկրորդ կեսին, սիրելիին, այլապես հնարավոր են լինեն կոնֆլիկտներ, վիճաբանություններ հենց ընտանիքի ներսում, լինեն վիճաբանություններ սիրելիի հետ ու դա արդեն ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Այս եղջյուրներ ջան, ես գիտեմ, որ դուք սիրում եք աշխատեք, դուք գտել եք այս կյանքի ճշմարտությունը, գիտեք ոնց է պետք ապրել այս կյանքը, բայց իմացեք, եթե օրը 24 ժամ դուք աշխատեք մենակ, դուք ուղղակի հետագայում ժամանակ չեք ունենա այդ փողը ծախսելու, որտեղ ստիպված եք լինելու այդ փողով դեղորայք ձեռք բերել, Աստված մի արած իհարկե դրան հասնի, բայց ամեն ինչ սկսում է երիտասարդ տարիքից ու եթե դուք ձեզ հիմա ամբողջությամբ մոռացել եք անձնական կյանքի մասին, մոռացել եք սիրո մասին, մոռացել եք ինչ-որ ընկերական հարաբերությունների մասին, մարդկանց հետ առերեսվելու, առնչվելու մասին, ապա բնականաբար այս հարցը կարա ձեր մոտ որոշակի խնդիրներ բերի։ Ուշադրություն դարձրեք, մենակ մի եղեք եսակենտրոն, մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անեք։ Ես գիտեմ, որ դուք ամեն ինչ կարաք բոլորից լավ անեք, բայց տենց պետք չի։ Պատրաստ եղեք ձեր պարտականությունները կիսելու ձեր գործընկերների հետ, նոր ավելորդ պատասխանատվություններ ձեր վրա մի վերցրեք աշխատավայրում, մի փորձեք նոր պրոյեկտներ վերցնել, ոչինչ, եթե իհարկե ծայրահեղական հարց չի Աստված մի արասե, բայց եթե դուք կարող եք առած այդ ավել մի երկու կոպեկի հանգիստ ապրել, հանգիստ ապրեք, գնահատեք ձեր անձնական կյանքը, գնահատեք ձեր հաճելի ժամանցը, գնահատեք ձեր կողակցին, այլապես ձեր կողակիցը ժամանակի ընթացքում, եթե ինքը նույնպես այծեղ ջուր չի էլի, իհարկե, եթե լինի օրինակ խեցգետին, կարող է նկատի, որ ինքը լրիվ ինչ-որ ռոբոտի հետ է ամուսնացել, ով իրան ուշադրություն չի դարձնում, եւ ուղղակի հեռանալ ձեզանից։
Հաջորդ նշանի ներկայացուցիչները ջրհոսներն են, ջրհոսների մոտ ակտիվանումը 6-րդ և 12-րդ տները, խավարումը 6-րդ էներգիայի մեջ է, ջրհոսների համար նույնպես կարևոր է վերանայել սեփական գրաֆիկը, սեփական էներգիան ինչ են անում, ինչի վրա են էներգիա ծախսում, որտեղ է իրանց էներգիան կորում, այ ջրհոսները նույնպես, սիրում են գլխով, հոգով մտնել աշխատանքի մեջ, մոռանալ անձնական կյանքը, մոռանալ սեփական առողջությունը, օրը 24 ժամ կարող են նույն բանով զբաղվել, այդ ջրհոսների համար շատ կարևոր է նաև կենտրոնանալ իրենց սեփական հետաքրքրությունների վրա, եթե դուք կարիքից դրդված աշխատում եք մի տեղ, որը դուք չեք սիրում, ձեր օրվա 8 ժամը, 10 ժամը տրամադրում եք այդ աշխատանքին, հետո հոգնած գնում եք տուն քնում եք, առավոտյան նույնը կրկնվում է, հետևաբար ձեր ջրհոսի էներգիան ամբողջությամբ կգնա ձեզանից։ Ջրհոսները ապագայի մարդիկ են, սենց ասած, ովքեր եկել են այս աշխարհը ավելի լավը դարձնելու, նոր գաղափարներ բերելու, ռեալիզացվելու թե աշխատանքում, թե հարաբերություններում, այս այն մարդիկ են, ովքեր նորություն են բերում այս կյանքում։ Իսկ եթե դուք այդ էներգիան ձեր մեջ ունենալով հանդերձ ուղղակի ինչ որ ամենօրյա ռուտինայի ինչ-որ ձանձրալի աշխատանքով եք զբաղվում, ինչ-որ, չգիտեմ, հաշվապահության մեջ եք, ինչ-որ պահեստում եք աշխատում, մի խոսքով աշխատանքի մեջ եք, որը ինչ-որ տաղտկալի ստանդարտացված աշխատանք է, բնականաբար դուք ձեր ջրհոսի ողջ պոտենցիալը կորցնում եք։ Հետևաբար շատ կարևոր է ջրհոսներ ջան այս этаպում սկսել ժամանակ տրամադրել ձեր անձնական հետաքրքրություններին, գոնե օրվա մեջ մի ժամ տրամադրեք ձեզ, ձեր հոբբիին, ձեր ինքնազարգացմանը ու արեք այն, ինչ որ ձեզ դուր է գալիս ու այն, որ ձեր հոգին սիրում է։ Եթե դուք սկսեք այդ մի ժամը տրամադրել դրան, ժամանակի ընթացքում կզգաք, որ ձեր կյանքում ինչքան մեծ փոփոխություններ տեղի ունեցան, ինչքան շատ հնարավորություններ ստեղծվեցին այդ մի ժամը ավելի շատացնելու համար։ Նաև վերանայեք ձեր գրաֆիկը, ձեր քնի գրաֆիկը, ձեր աշխատանքները, ձեր առօրյան, եթե ցանկանում եք գաղափարներ կար սպորտզալ գնալու, ինչ որ առողջ ապրելակերպ վարելու, սա նույնպես շրջան է, որ պետք է դրանով զբաղվեք, ջրհոսներ ջան ուշադրություն դարձրեք ձեր էներգիային, պաշտպանեք ձեր էներգետիկ պաշտպանությունը, ձեր սահմանները դրեք առյուծների համար, դա ասեցի նույն այդ ջրհոսների համար եմ ասում, շատ կարևոր է այս դարաշրջանում ունենալ էներգետիկ պաշտպանություն, ու եթե դա դուք չունեք, ես իմ տելեգրամյան ալիքում ժամանակին բացատրել եմ դա ինչպես կարելի է անել, ընդհանուր ամենօրյա ձևով կարող եք գնալ սկրոլ անել մի փոքր, այնտեղ վերևներում կգտնեք, իսկ եթե ուզում եք ավելի անհատականացված մոտեցում հենց ձեր էներգետիկայի հետ կապված, կարող եք գրել ինձ անձնական նամակ, գրանցվել խորհրդատվության, որի ընթացքում կհասկանանք ինչպես պաշտպանել ձեր էներգիան։ Այս շրջանը շատ լավ է նաև հոգևոր գաղափարներ ուսումնասիրելու համար, մեդիտացիաների, էներգիայի հետ աշխատանքի համար, հանգստի համար, ջրհոսներ ջան, ձեզ նույնպես պետք է հանգստանալ, որովհետև դուք էլ կարող եք ամբողջությամբ տրվել աշխատանքին, ինչպես այծեղջյուրները, ջրհոսների հովանավորը նույնպես Սատուրն մոլորակն է, իսկ Սատուրնը միշտ սիրում է կարգ ու կանոն, չափավորվածություն, աշխատանք ու թույլ մի տվեք, որ այդ Սատուրնի էներգիան շատ երակայի ու դուք ամբողջ օրը լինեք աշխատավայրում։ Հանգստացեք, փորձեք անջատել ձեր ուղեղը, մեդիտացիա անեք, մեդիտացիան շրջանում լավ կաշխատի ձեր համար։ Իհարկե խորհուրդ չեմ տա սկսել մեդիտացիա անել հենց խավարման միջանցքներից, եթե ընդհանուր կյանքի ընթացքում չեք արել, որովհետև ամեն դեպքում էներգիան շատ տատանողական է լինելու ու կարող է էլի կպնեք ինչ-որ ավելի ցածր էներգիաների, բայց եթե փորձ ունեք, ապա շարունակեք, եթե չէ, գոնե միջանցքից հետո սկսեք անել, որպեսզի ձեր ուղեղը հանգստանա, որտեղ ձեր գլուխը 24/7 աշխատում է։ Ձկների համար նույնպես իրավիճակը բավականին նպաստ է լինելու, ձկները այս անգամ հաղթել են, իրանց մոտ խավարումը 5-րդ տան մեջ է լինելու, բայց այստեղ կա նաև Յուպիտերը, եթե դուք երկար ժամանակ չեք ունեցել անձնական կյանք, չեք կենտրոնացել այդ սիրային կյանքի վրա, սա этаպ է, որ սկսեք այդ հարաբերությունները, իհարկե, եթե ունենաք ծանոթություններ բուն խավարման միջակայքում, խորհուրդ կտամ մի փոքր զգուշանալ ամեն դեպքում, որովհետև միջակայքի ընթացքում ծանոթությունները դա հիմնականում կարմիկ ծանոթություններ են, որոնք գալիս են անցյալ կյանքից, որտեղ դուք ունեք որոշակի պարտավորություններ մեկը մյուսի հանդեպ ու կարող է ձեր վրա շատ բարդ անդրադարձ ունենա այս ամենը։ Բայց միևնույն ժամանակ, եթե դուք միշտ աշխատել եք զուտ կամ փակված եք եղել ինքներդ ձեր մեջ, սա этаպ է ավելի շատ արտաքին աշխարհ գնալուն։ Ձկները շատ փակ են, Բայբաստուրիտեի գրքում շատ լավ գրված է, ասում է երկու տեսակի ձկներ գոյություն ունեն, մեկը շնաձկներն են, մյուսն էլ կանսերվայի բանկայի մեջի շպրոտները։ Այդ ձկները իրենք պետք է ընտրեն, իրենք որ տեսակն են լինում։ Ձկներին նույնպես պետք է զբաղվել սեփական էներգետիկայով, որովհետև
Իրանք սիրում են շրջապատի ողջ բացասականը սպունգի պես կուտակել, պահել իրաց մեջ, բոլորին մաքրել, ինչքան լյարվ, պարազիտ, էներգետիկ վամպիր, դիվային սուշեր բան կա բերել նստացնել ու իրանց էներգիայով կերակրել այդ մարդկանց։ Դա պետք չի։ Զբաղվեք ձեր անձնական էներգիայով, զբաղվեք ձեր գաղափարներով։ Ձկների մեջ կա գերհզոր էներգիա, որը քանի որ իրանք չեն կարողանում կառավարել հաճախ, վերածվում է դեպրեսիվ մտքերի, վերածվում է ինքնակործան գաղափարների, իսկ այդ ամեն ինչից դուք կարող եք ազատվել հենց ստեղծագործական էներգիայի շնորհիվ, փորձեք այդ էներգիան տրանսֆորմացնել ստեղծագործության, դարձնել ավելի ինչ-որ արվեստի վերածել, կարող եք գեղանկարչությամբ զբաղվել, գույների հետ զբաղվել, գիրք գրել, մի խոսքով կարող եք մի ձև այդ էներգիան ձևափոխել, տրանսֆորմացնել ստեղծագործ էներգիայի, որովհետև 5-րդ տունը ստեղծագործության էներգիան է։ Մի վախեցեք մարդամեջ ելնելուց, մի վախեցեք ուշադրության կենտրոնում լինելուց, ինչպես նաև ձկների մոտ նույնպես կարող են լինել բացահայտումներ ընկերական շրջապատում, կոլեկտիվում, իմանաք, որ ձեր մասին վատ բաներ էին խոսացել, ինչ որ չկամություն անող մարդիկ կան, ձեր վատ ուզող մարդիկ կան, բայց այդ ժամանակ չեք վիրավորվում, չեք նեղանում։ Ընդհանուր առմամբ ձկների համար շատ փափուկ ու բարենպաստ շրջան կարա լինի։ Խավարումների միջանցքի հետ կապված այսքանն էր, կցանկանամ լսել ձեր կարծիքներն ու արձագանքները մեկնաբանություններում, ես մեկնաբանությունները միշտ կարդում եմ, ուստի կիսվեք ձեր մտքերով, ձեր գաղափարներով, ձեր պատմություններով, արդյոք դուք արդեն զգում եք այս էներգիաները ձեր վրա թե ոչ, եթե ավելի երկարածավալ եք ուզում խորանալ այս խավարումների թեմայի մեջ, կարող եք վերևի լինքով իհարկե չգիտեմ, եթե տեղադրած լինի վերևի լինքը կդնեմ, եթե ոչ, դեռևս կսպասեք, չգիտեմ ինչ հերթականությամբ կտեղադրվեն։ Ես իմ աստրոլոգիայի ուսուցչուհու Բայբաստուրիդեի հետ նկարահանել եմ հաղորդում նվիրված արևի խավարման, այս խավարման միջանցքին, որը ավելի երկար է, կարող եք նաև լսել ձեր հորոսկոպի նշանի կանխատեսումը այնտեղ, ինչպես նաև իհարկե, եթե կարող եք դիմանալ իմ հայկական ակցենտին, որովհետև այնտեղ խոսում ենք ռուսերեն։ Այնպես որ լայքեք, բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողեք հետագա հաղորդումները, եղեք գիտակցված, մի վախեցեք խավարումների միջակայքից, այս միջանցքից, որովհետև այն ինչ որ տեսնում եք սոցիալական հարթակներում, դա հիմնականում ձեզ վախեցնելու համար է։ Լավ մնացեք։